Ալելույա, օրհնեցեք Աստված իր սրբարանին մեջ, օրհնեցեք Սանեգա իր զորությանը հաստատությանը մեջ, օրհնեցեք Սանեգա իր զորավոր կորձերուն համար, օրհնեցեք Սանեգա իր մեծափարությանը համեմատ, օրհնեցեք Սանեգա փողի հնչալ ցայնով, օրհնեցեք Սանեգա դավիղով ու քնարով, օրհնեցեք Սանեգա մեծացայն ցնցխաներով, օրհնեցեք Սանեգա ցնծության ցնցխաներով, ամեն շունչ ունեցող թող դերը օրհնե, ալելույա։ Եկեք մենք ալ մեր փառապանությունը, օրհնությունը կատարենք Տերոջը երգելով ոտքի վրա 501-րդ երգը, երգ 501։ Վասնիր մեծ կործին, այն չափ սիրեց աշխարհ դվավ իր որդին, դրավ նա իր կյանքնի քավություն մեղած, իր մոտ մարդոց համար կյանքի Դերն մեծ բաները ռավ նաև սորվեցուց Հիսուսով մեր բոլոր մեղքերը վերցուց Պիտի ավելի զարմանանք զմայլենք հափշտակվելով օրմը վերփնդեսնենք զինք Փարք Տիրոջ աշխարհ լսե իր ցայն Փարք Տիրոջ մարդիկ ուրախանան Եկեք Աստծո միջոցով որդին և փառք տվեք
Ինչ ոտքի վրա ենք, փոխասացաբար պիտի գարտանք 17-րդ ընթերցումը, ընթերցում 17-ը փարապանություն առաստված վերնակրով։ Ալելույա, օրհնեցեք Տերը երկինքեն, օրհնեցեք Սանիգա փոլոր դեղերու մեջ։ Օրհնեցեք Զանիգա ով արեքագ ուզուսին, օրհնեցեք Զանիգա ով փայլուն աստղեր։ Օրհնեցեք Զանիգա ով երկից երկին ու երկինքերը եւ ողջունել։ Թող Տերոջ անունը օրհնեն, վասնզի ինք հրամայեց ու անոնք ստեղծվեցան։ Եզանով Հավիտյանս Հավիտյանից հաստավեց, գահով դրա ողջի խապարդի։ Օրհնեցեք Տերը երկրե, ով վիշապներ ու փոլոր անթունդներ։ Դրա երկարում սյուն ու շոշնի եւ անոր խոսքը նաբարով վրվարից ով։ Լերներ ու փոլոր փլուրներ, բդղադու ծարեր ու եղևիններ։ Կազաններ, բոլոր անասուններ, սողացողներ ու թևավոր կրճուններ։ Երկրի թագավորներ եւ փոլոր ասկեր, իշխաններ ու երկրի փոլոր թադավորներ։ Երկրասարներ եւ զուսաչներ, ձերեր ու տղաներ։ Թող Տերոջ անունը օրհնեն, վասնզի միայն անոր անունը փարս է եւ անոր փառքը երկրե ու երկինքե վեր է։ Փարսացուց իր ժողովրդին եղջյուրը, իր փոլոր սուրբերուն, իր մոտ եղող ժողովրդին, Իսրայելի որդիներուն օրհնությունը ալելույա։ Շնորհակալ ենք քեզ մե երկնավոր Հայր, որ մեզի գուդաս փարապանության եւ քեզ օրհնելու համար սրդեր։ Թող ինչ որ մեր սրդերը խոսեցան եւ լսեցին, մեր յանքերում մեջ թող գդարվի։ Խնդրենք, որով դեր այսօրվան մեր այս պաշտամունքը տուն Սուրբ Հոգիով առաջնորդես մեզ, որովհետեւ ամեն մեկուս օրհնությունը լա։ Ասոն կխնդրենք Տերոջ անունով։ Ամեն։ Հրամեցեք։ Երկենք նաև մեր նստած տեղերեն 276-րդ երգը, երգ 276, ես կճամփորդեմ լուսո մեջ բայցար։ Ես կճամփորդեմ լուսո մեջ բայցար, ցորերու մեջ են լերներու վրան։ Հիսուսը ասաց է, ես քեզ չեմ օրհնար, խոստումներն հաստատ միշտ կմնան։ Երկնային արև, երկնային արև, հոգիս կողող է անսահման հույս։ Ալելույա, գերք է մարդարև, իր փառքն ավիդյան իմ սե Հիսուս։ Երբ որ խավարը ամեն դեղ բադ է, առաջնորդից թեմտ անչը կոցեր, կանզի ինքն է լույս խավարը գադ է, իրեն մոտ կարնեմ հաստատ քայլեր։ Երկնային արև, երկնային արև,
Բայց լուսո մեջ միշտ ուրախ սրտով գհարաճանամ թեփերին դուն Արտալով իրեն գքալեմ իր քով արևի մեջ իր սիրույն անհուն երկնային երկնային արև հոգիս կողող է անսահման հույս Հալելույա գերք է մարդարև իր փառքն ավիլյան իմ սե Հիսուս Գողջունենք ձեզ Քրիստոսի բադվական անունով և բարի քալուս կմաղթենք ձեզ մե ամեն մեկուն որ եկած եք դարվան վերջին գիրագին միասնապար զաստված պաշտելու Բարի լույս ձեր բոլորին Կուզենք ձեր ուշադրության հանձնել մի քանի ծանոթություններ Ինչպես արդեն շաբաթները եվեր կծանոթանենք եկեղեցուս Սուրբ Ծննդյան ընթրիքին հավաքույթին մասին, ինչպես նաև երկեցողության և մոմավարության ջրաքալույսի մոմավարության նկատմամբ, որ պիտի կատարվի ուրեմն հունվար 10-ը իրիկունը ժամը 6-ին Եվ այս ճաշկերույթին ներգա ըլլալու համար գրնակ թիմել Դին Ալիս Հաջյանին, որ ձեր դոմսակները հայթայթեք Գուզենք, որ ժամ առած այս դոմսակները վաճառվին, որպեսզի կարենանք գիտնալ, քանի հոգի ներգա պիտի լա, որ ճաշը անոր համեմատ գազմագերբվի Վստահ եմ շատ ուրախ պիտի լանք միասնապար այս ճաշկերույթին ներգա ըլլալով դերոջը անունը փարապանելու ծնունդի երկերով մանավանդ դղոց նվերներ փաշխելով Գաղանդ բաբայի միջոցով ինչպես նաև իրարմով ուրախանալու զաստված փարավորելու Աստուծո որդին մեր մեջ ըլլալուն արիթը երբեք չենք մոռնար եւ անով ուրախանանք այս է դարբերությունը աշխարհիկ հավաքույթներու եւ քրիստոնեական հավաքույթներու որ դերը մեր մեջ կփնագի անոր համար կգոչենք ադիգա Էմմանուել Աստված մեզի հետ այսօրվան հյուրասիրությունը կգադարվի բզդիկյան ընտանիքի կողմէ հիշելու համար իրենց հայրը վերավատվել է Ժիրայր Բզդիկյանը, որ իր մահկանացուն կնքեց նոյեմբեր 20-ին եւ որուն 98-րդ տարեդարձը կզուգաթիբի այսօր ու երկինքեն ցայմը լսեցի, որ գսեր քրե այսուհետև երանելի են այն մերելները, որոնք դերոճմով կննչեն այո գսե հոգին, որ իրենց աշխատութեն են հանգչին ու իրենց կործերը իրենց ետևեն գերտան շնորհակալություն նաև նվիրատվություններուն համար այսօր շատ ուրախ ենք անոր համար, որ մեր սիրելի Մարգրիտ Մելքոնյանը, որ ժամանակ մը սրդի կործողություն ունեցավ և փուժման համար ժամանակը արավ և այսօր մեր մեջն է Ռիչարդին իր դուղուն հետ միասին ասիգա մեզի համար մեծ ուրախություն է դերը աղոտները գլսե և պետք եղած փուժման համար միջոցներ, գարելիություններ,
թե Աստուծո կողմը եւ թե բժիշկներու կողմը պետք եղած օգնությունը կհասցնե փառքը Տիրոջ ըլլա բարի եկածեք Պիտի ուզեի այս արդիվ նաև վարել մեր 4-րդ մոմը մեր 4-րդ մոմը վարելու ադեն պիտի կանչենք ուրեմն Ջուկակելյան ընտանիքին զավակները այո Այսօր պիտի վարենք ծնունդի Աստուծո խոստման սիրո խոստման մոմը ամեն գիրագի մեկ խոստումին մոմը վարեցինք ուրեմն հույսի մոմը վարեցինք խաղաղության մոմը վարեցինք ուրախության մոմը վարեցինք հիմա ուրեմն Աստուծո սիրո խոստման մոմը պիտի վարենք Վարգամը վարելին առաջ մի քանի համարներ հիշենք Աստծո խոսքեն Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին տվավ որպեսզի ով որ անոր հավատա չգործվի հապա հավիտենական կյանք ունենա Այս բանին մեջ է սերը ոչ թե մենք սիրեցինք Աստված հապա անիկա մեզ սիրեց ու իր որդին ղրգեց մեր մեղքերուն կապություն ըլլալու սիրելիներ, եթե Աստված մեզ այսպես սիրեց, ուրեմն մենք ալ բարդական ենք իրար սիրելու։ Ինչպես հայրը զիս սիրեց կսե Հիսուս, ես ալ ցեզ սիրեցի, իմ սիրուս մեջ հաստատ կեցեք։ Ուրեմն այս սիրո խորհուրդով վարենք 4-րդ մոմը։ Փրկին դված սիրովը դերը լեցին է մեր բոլորին սրդերը։ Շատ շնորհակալություն։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Հովանու ավետարանեն առաջին գլխուն 5-ն 25 համարները ավետարան Ղուգասները ուղղում Ղուգասու ավետարանեն առաջին գլխուն 5-ն 25 համարները Gospel of Luke chapter 1 verses 5 to 25 Հրեաստանի Հերովտես թագավորին օրերը Ափիայի տասագարկութենեն Զաքարիա անունով կահանա մգար, որուն գինը Ահարոնին աղջիկներեն էր, և անունը Եղիսապետ։ Երկուքն ալ Աստուծո առջև արդարեին և դերոջը բոլոր պատվիրաններուն ու իրավունքներուն մեջ անարադությամբ կգալեին, զավակ չունեին, վասնզի Եղիսապետ ամուր էր, ու երկուքն ալ օրերնին անցուցած էին։ Երբ Զաքարիա իր տասագարկության օրերը հասնելուն Կահանայական բաշտոնը կգադարեր Աստուծո առջև, կահանայության սովորությանը պես իրեն ինգավ, որ դերոջը դաջարը մտնե ու խնգարգություն ընե։ Ժողովուրդին բոլոր բազմությունը թուրսը աղոտքի գայներեին խունգին ադենը։ Դերոջը հրեշտակը անոր երևցավ ու գայնեցավ խունգի սեղանին աջ կողմը։ Զաքարիա երբ տեսավ, շփոթեցավ ու անոր վրա վախմը ինգավ։ Հրեշտակը ըսավ անոր. Մի վախնար, Զաքարիա, վասնզի քու աղոտքդ լսվեցավ։ Քու գինդ Եղիսապետ քեզի որդիմը պիտի ծնանի, ու անոր անունը Հովհաննես պիտի տնես։ Քեզի ուրախություն ու ծնծություն պիտի ըլլա, եւ շատեր անոր ծնանելուն համար պիտի ուրախանան։ Վասնզի դերոջը առջև մեծ պիտի ըլլա, բայց քինի ու օղի պիտի չխմե, ու իր մորը որովայնեն
Սուրբ Հոգիով պիտի լեցվի։ Իսրայելի որդիներեն շատերը իրենց դեր Աստուծուն պիտի դարձնե։ Ինք անոր արջևեն պիտի գա Եղիային հոգիովը ու զորությունովը, հայրերուն սրտերը որդիներուն վրա դարձնելու եւ անհնազանդները արդարներուն իմաստությանը, որբեսի դերոջը բարիգարկ ժողովուրդը պատրաստե։ Զաքարիա ըսավ հրեշտակին. Ինչով գիտնամ այդ բանը, որովհետև ես ձեր եմ ու իմ գինս իր օրերը անցուցած է։ Հրեշտակը պատասխան տալով ըսավ անոր. Ես եմ Գաբրիելը, որ Աստուծո առջև կգայնիմ ու կգրվեցա քեզի խոսելու եւ այս բաներուն ավիդիսը քեզի տալու։ Ահա համար պիտի ըլլաս, տուն ու պիտի չգրնաս խոսիլ մինչև այն օրը, երբ այս բաները ըլլան, քանզի չհավատացիր իմ խոսքերուս, որոնք իրենց ադենին պիտի կատարվին։ Ժողովուրդը Զաքարիային կսպասեր եւ կզարմանային անոր դաջարի մեջ ուշանալուն համար։ Երբ դուրս ելավ, չէր գրնալ խոսիլ անոնց հետ։ Ասով իմացան, թե դաջարին մեջ տեսիլք մտեսած է։ Ինք նշանով կխոսեր անոնց հետ եւ համր կգենար։ Երբ իր պաշտոնին օրերը լմնցան, իր դունը քնած։ Այն օրերեն ետքը անոր գինը Եղիսաբեթ հղացավ ու 5 ամիս ինքզինք կբահեր ու գսեր. Այսպես ըրավ ինձ իդերը այս օրերուս, իմ վրաս նայեցավ նախատինքս մարդոց մեջ են վերցնելու համար։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը, ամեն։ Մեր սրտերը խոնարեցնենք Տերոջ առջև Փառք եւ քոություն կմացանենք քեզի եկնավոր Հայր, որ այսօր ալ դարձյալ քու շնորհքովդ կրցանք հավաքվիլ քու դանդ մեջ քու զավակներով փառք կտանք որդեր այս արիթին համար մանավանդ այն սրտերուն համար, որոնք քեզ կփնտրեն եւ քու դանդ մեջ են։ Իրենց ցայները քեզի լսելի կդարձնեն, որովհետեւ լսեն նաեւ քու ցայնդ։ Մենք ովդեր գարոտ ենք, ոչ թե միայն դեսանելի հացի, հաբա նաև հոգևոր հացի այն խոսքերուն, այն ճշմարտության խոսքերուն, որոնք ովդեր մեր սրտերը կսնուցանեն, այն մեր հորը, որ ովդեր մենք բարդավոր ենք հաղորդակցության մեջ մտնելու եւ այս դարվա վերջավորության մեջ, որ կգտնվենք, որ բահեցիր մեզ դարիմը, թե պետ կարգմը սիրեններ մեզ մե արնվեցան կուքովըտ, սագայն ովդեր շնորհակալ ենք, որ իրենք հավատքով քեզի միացան, եւ տուն Սուրբ Հոգիովդ մեզի խաղաղություն շնորհեցիր, մխիթարեցիր մեզ, սակայն ովներ կունենանք մեր մարդկային թերությունները եւ այսօր համար երբեմն կուքանք քո առջևդ գոդրած սրտերով քանի որ գիտենք որ դու ողորմած հայր ես եւ գոդրած ու խոնար սրտերը դու չես անարգեր այս ուղղությամբ ովներ ընդունեմ ես անգամ եւս մեր եղած վիճակով, մեր թերություններով, որովհետև քո առջևդ շնորհ գտնենք, սրտանց քո առջևդ քալու համար Սուրբ Հոգիովդ ովդեր մեզ առաջնորդ է, որովհետև իրավես մեր սրտերուն բաժինը լակու դված խաղաղությունդ
Մինչ հովդեր գործնվին քու ներկայությունով երբեք չենք մոռնար մեր այն սիրելիները, որոնք հովդեր ունին առանցնություն, ցավեր, փուժումներ, սիրենք հովդեր օրհնես եւ այցելես սիրենք իրենց գտնված տեղերում մեջ անոնց վերքերուն թարման եւ հիվանդությանցը բժշկություն շլարես։ Գիշենք նաեւ ովդեր մեր այն սիրելիները, որոնք սքավոր ըլլալով քարչավետ կգտնվին։ Բզդկյան ընտանիքները մանավանդ ովդեր թուն առաջնորդես, թուն անոնց պետք եղած ովդեր մխիթարությունը անշուշտ է շնորհած ես, բայց ովդեր անոնց հավատքի մեջ զորացնես եւ իրենց խույսը հավիտենականության վրայով երբեք չբացի։ Հետըլլաս նաեւ երկու ընտանիքներու, որոնք ովդեր մեր քույր եկեղեցիներեն մեկուն կպատկանային։ Բոստոնի Watertown-ի մեջ եղած ովդեր արգածին վրայով ովդեր կխնդրենք, որ այդ երկու ընտանիքները թե Մանուշակյան եւ թե Օրչանյան ընտանիքներուն հետըլլաս մասնավոր կերպով, որպեսզի ովդեր անոնք հալ մխիթարվին քու ներկայությունով։ Այս ուղղությամբ ովդեր մեր բոլոր հարցերը քեզի ծանոթ է։ Տուն գիտես նույնիսկ մենք չհիշած եւ քու կամքիդ համեմատ ովդեր մեզ առաջնորդ է։ Մասնավոր երբով գավաթենք այսօրվան քու պատկամապեր ծարայիդ համար, որպեսի անոր խոսքերը քու խոսքերը դլան եւ թուն մեզ սրդերուն խոսիս եւ օրհնություն ալա։ Այս ուղղությամբ ովդեր խնդրենք թե մեզի եւ թե բոլոր աշխարհի համար, որպեսզի աշխարհի խավարը գարենա վերնալ քու շնորհքով եւ մեր սրտերը լուսավորվին քու խոսքերով ու փառքը բադիվը քեզի դանք սրտանց քու եկեղեցիդ օրհնվի եւ քու ավետարանիդ չախը բարձր բախվի քու դանոթ մեջը եւ շատերու օրհնությունը լա վաստված փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք։ Ամեն։ Ոտքի վրա պիտի երգենք 507-րդ երգը։ Մինչև ծնունդի օրը, ուրեմն ամեն գիրագի, որ 4 գիրագիներ առաջվն է, ծնունդի երգ մը երգենք, հիմա ալթարցիալ ծնունդի երգովը պիտի շարունակենք երգ 507-ը ոտքի վրա։ Borkan lo
ջահեր հայքուն Պարգի պարծունը ծասնծո հերգիր խաղաություն Ինչպես լրիգ ու խաղաղիկ դրված է այս շնոր Սկանչելի աստվածային պարկ սուրբ անվան անոր Այսպես դամարտուն սրդին մեր դեն հավիդենից ամբատ մելիս հիրով անկուն օրնոթյուններ երկնից Ով սուրբ մանուկ Բեթլեհեմի իջիր մեզի այսօր թող սկսի մեր մեջ նոր յանք ծնունդդ նոր հզոր անտիլ սրբոց էդ մերալ դրտրակնարն ոսգեթել օնշուտ եգուր նագե մեր մեջ դերն մեր Էմանուել Բարի լույս ձեզ անգամ ևս, բարի եկած եք բոլորդ, ուրախություն է բոլորս միասին հավաքվել Աստծո տանը մեջ, այս սուրբ օրվան մեջ, միասին կողքովի գալու Աստծո անունը փառաբանելու, մեր երգերով, մեր աղոթքներով, եւ մեր սրտի մեջ են ելած աղոթներով եւ մեր փերնեն ելած աղոթներով Աստված բոլոր աղոթները կլսե։ Կհավաքվենք այստեղ հավատքով որ դերը մեզի գայցել է յուրաքանչյուրիս իր խոսքը ուտա եւ այստեղ են դուրս գելենք ոչ թե այնպես ինչպես այդ վիճակով մտանք այլ այստեղ են դուրս գելենք նորոգված այստեղ են դուրս գելենք մեր հավատքը ավելի ամրացած այնպես քաչալերական է որ ամեն գիրագի եկեղեցի հաջախենք եւ եթե դժվարություններ կան անշուշտ արիթ ունենք Facebook-ով դիտելու եւ միասին ուր որը լանք դերը ճաշտելու ինչպես խոստացած էինք անցյալ գիրագի որ մենք շարքը արած ենք 3 գիրագիներու ընթացքին մեջ որուն առաջին էր անցյալ գիրագի ասեմ որ այս կարոզին առաջին բաժինը հայերենով պիտի կարոզեմ իսկ ետքը ամփոփումը անգլերենով պիտի կարոզեմ I would like to announce that the first part I will be preaching in Armenian and then at the end I will be preaching in English but the summary Ուրեմն անցյալ անգամ տեսանք որ Աստված հավատարիմ է իր խոստումներուն մեջ ինչ որ գսե ինչ որ գխոստանա երբ որ ժամանակը հասնի գգադարե ադիգա լա ուշ կամ գանուխ բայց գգադարե եւ տեսանք ինչպես Աստված խոստացավ որ փրկիչը պիտի ուղարկե եւ այդ խոստումը սկսավ Աթամ Եվայի օրերեն եւ շարունակվեցավ մարգարեներու միջոցով
Եվ ամբողջ այդ հարյուրավոր եւ հազարավոր տարիներու ընթացքին Աստված արիթներով հայտնեց իր գամքը եւ իր խոստումը։ Այսօր պիտի տեսնենք, որ ինչ պատրաստություններ եղան, որպեսզի Աստված հայտնվի։ Անորոմար մեր այսօրվա պատգամությունն է Աստվածահայտնության պատրաստությունը։ Գտեսնենք, որ Քրիստոսի աշխարհ քալը բարձ թեփք չէր, այլ հազարավոր դարիներու պատրաստություն մգար։ Աստված քեդինը կպատրաստեր գոր, որբեսի մարմին առնե եւ մեզի պես մարդ դառնա։ Աստծո պատրաստությունը դեվեց հազարավոր դարիներու ընթացքին։ Ինչպես անցյալ անգամ տեսանք 5 դագարանի մեջ այդ պատրաստությունները գար, հիմա պիտի տեսնենք դարձյալ 5 դագարանի վերջավորության մինչև Քրիստոս կա քետնի վրա կորցնական պատրաստություններ եղան։ Եվ այդ պատրաստություններու մեջ բավական անցիկ գային, որոնք պատրաստվեցան։ Հիմնականը 4 հոգիներ մեծ թերեր ունեցան այս պատրաստության մեջ։ Զաքարիա, Եղիսապետ, Հովսեփ եւ Մարիամ։ Այս 4 անցիկը հիմնական թերեր ունեցան, մանավանդ Մարիամ ամենամեծ թերը ունեցավ այս անձերուն մեջ։ Վերջին մարգարեն Մահակիա մարգարեն էր։ Եվ Մահակիա մարգարեին միջոցով բավական մարգարեություններ եղան Աստվածահայտնության վրա։ Մարգարեի մահեն ետք, Մահակիա մարգարեի մահեն ետք, մինչև հրեշտակը Զաքարիային հետ երևի ինչ որ գարտացինք քիչ առաջ 400 տարիներ գար եւ ավելի։ 400 տարիներ գարցեք, որ Աստված լուր գեցած էր։ Բայց իրականության մեջ Աստված այդ 400 տարիներու ընթացքին կպատրաստվեր գոր, քեդինը կպատրաստեր գոր, որպեսզի Մեսիան ծնի։ Ինչպես հռոմեական կայսրությունը եկավ եւ Իսրայելը գրավեց Քրիստոսի առաջ 63 թվականին։ Եվ ադիգա պատճառ դարձավ, որ գարկմը հռոմեացիներ հավատան Քրիստոսի ժամանակ, ինչպես հարյուրապետը, եւ իրենց հավատքը հռոմ տանին, քեդին պատրաստեն, որպեսզի ետքը դարիներ յետ Բոոս արաքալի միջոցով ավետարանչությունը լա հռոմի մեջ, եւ դարիներ յետ 200-300 տարիներ վերջ ամբողջ հռոմը քրիստոնյա դառնա։ Գտեսնեք Աստուծո պատրաստությունները, որ մարդկային մտք եւ խորհուրդ է վերեն, բայց Աստված գիտե իր գործը, ինչպես պիտի պատրաստե։ Կարևոր էր, որ Հիսուս խաչին վրա մահանա։ Խաչին վրա մահանալու համար հռոմեական կայսրություն պետք էր լար Իսրայելի մեջ։ Ինչու համար, որովհետև երբ որ հրյաները մեգումը պիտի մերցնեին, կքարգոծեին, եւ այդ քարգոծելու բարակային քարգոծվածի ոսկորները կգնային վնասվիլ, բայց մարգարեությունը այն էր, որ Մեսիային ոսկորը պիտի չվնասվի։ Որպեսզի չվնասվի, ուրեմն պետք էր որ խաչվեր, որովհետև խաչի բարական ոսկոր չէ որ կվնասվի, այլ միստ է, մարմինն է որ կվնասվի, եւ ետքը խաչյալը, խաչված անձը կմահանա։ Աստված բարականեր կպատրաստե, վիճակներ կպատրաստե, եւ մենք շատ անգամ մեր չենք հասկնար։ Գերեւի որ Աստված լուր է, բայց Աստված պատրաստության մեջ է, մարդկային մտքեր պատրաստության մեջ է։ Թերևս կլա մեր կյանքին մեջ կամ այդ վիճակը ունենք մենք, որ բարականեր կունենանք, որ կնկատենք թերևս որ Աստված լուր է, Աստված չի պատասխաներ գոր մեր աղոթքին, Աստված հերու է մեզ մե, մորցած է մեզի,
Սերի եղբայրներ եւ քույրեր, Աստված մորցած չէ մեզի։ Աստված գլսե որպեսի, բայց Աստված կպատրաստե որ վիճակներ եւ բարականեր կպատրաստե որպեսի մեզի օգնությունն է, որպեսի մեզի հասնի։ Ուրեմն վստահիր իրեն։ Ամեն անգամ որ այդ վիճակներուն մեջ ես, վստահիր, որ Աստված կպատրաստե որ լավակույնը քեզի համար։ Այս պատրաստության մեջ, ինչպես ասենք, 4 հիմնական անձիկ կային, որոնք քեդինը պատրաստեցին ցևոմը, կորձակցեցան Աստուծո հետ, որպեսզի Մեսիան Քրիստոս Հիսուսը ծնի։ Եղսապետ եւ Զաքարիա ամուլ մնային, եւ Զաքարիա քահանա էր Աստծո դաջարին մեջ, որոնց մեծ նավ Հովանես մգրդիչը։ Հովանես մգրդիչի ծնունդը մարգարեացված էր 400 տարիներ առաջ։ Դարձյալ Մաղաքիա մարգարեին միջոցով։ Նայեցեք ինչ կսե։ Մաղաքիա 3:1-ը։ Ահա ես իմ տեսմանս կղրգեմ, որ իմ արջևս ճամփա պատրաստ է։ Ցեր փնդրած դերը, այսինքն ուխտին հրեշտակը, որու գհավնիկ հանգարց իր դաջարը պիտի կա։ Ահա գուքա գսե զորքերու դերը։ Ուրեմն առաջին խոսքը որ գսե, ահա ես իմ տեսպանս կղրգեմ, իմ արջևս ճամփապացողը կղրգեմ, որպեսզի քեդինը պատրաստ է, ճամփա պատրաստ է ինձի համար։ Հովանես պետք էր որ ծներ, եւ որպեսզի Հովանես ծներ, իր ծնողքը պետք էր պատրաստ լայն այդ ծնունդին։ Հովանես մգրդիչի ծնունդը հրաշք ուներ, որովհետև Եղիսապետ ամուլ էր, զավակ չէր գրնալ ունենալ եւ դարիքին անցած էր արդեն։ Եվ ասիկա անգարելի բան մներ, որ այս ամուլը զավակ ունենա։ Բայց երբ որ ժամանակը հասավ, Աստված հրաշք կատարեց։ Եվ նայեցեք, Զաքարիա, ինչ որ գարտացինք Ղուկաս 1:8 եւ 9 մեջ, երբ Զաքարիա իր տասագարկության օրերը հասնելուն քահանայական պաշտոնը կկատարեր Աստուծո առջև, քահանայության սովորությանը պես իրեն ինգավ, որ դերոջը դաջարը մտնե եւ խնգարգություն ընե։ Իրեն ինգավ, հիմա հայերեն մեծամասնություն թարգմանություններուն մեջ շատ հստակ չէ, բայց նոր թարգմանություն մը գա, որ կհավատամ, որ մեր սիրելի պատվերի Ջիվաշյանը ադոր մեջ ցերկ ունի, մատ ունի, շատ ավելի հստակ թարգմանություն կուտա ադոր մեջ, որովհետև գսե վիճակով իրեն ինգավ։ Ուրեմն ասի ինչպես կնային, քահանաներ կլային, որոնք վիճակ կծիկեին։ Հիմա մենք Լիփանանյան խոսքով գսենք յանասիվ կքաշեին, անունը գքրեին եւ գքաշեին, որուն անունը բիդել է, վիճակ կծիկեին, ասիկա հրեական սովորություն էր, ինչպես օրինակ Ջոշուա անունը մորսա հայերենով, Հեսու, երբ որ Իսրայելի ժողովրդին հողը պիտի փաշներ, վիճակ ցկեց, երբ որ Հութա ինքզին կգախեց եւ իր դեղը մեկը պիտի ընտրեին, երկու հոգիներ բերին եւ վիճակ ցկեցին եւ վիճակը մադաթիային ելավ։ Վիճակ ցկելը սովորություն էր։ Ուրեմն այն ժամանակ վիճակ ցկեցին եւ վիճակը որու ելավ, Զաքարիային ելավ, որբեսի ինքը ներս մտնե։ Հիմա ասիկա գսենք coincidence, զուգատիվություն էր, ոչ, Աստուծո գարկածություններ։ Որովհետև ինչ կսե, գիտեք, Արագած 16:33-ը, վիճակը գսե ձոցը գծկվի, այսինքն վիճակը քախնի գլա, բայց անոր ամեն գարկածությունը դերոճմեն է։ Աստված կպատրաստե, Աստված գիտե ինչ պիտի անե։ Իր պատրաստությունը չերևիր, քախնի գլա, բայց կպատրաստե։ Զաքարիան մեծ մարդ էր, ձեր էր արդեն, և անգարելի էր, որ
հայր դառնար։ Եվ Աստված այդ օրերը բերավ, որ Զաքարիա եւ Եղիսապետ ոչ թե մեծ հայր ու մեծ մայր եղան, այլ հայր եւ մայր եղան։ Ամենամեծ մարգարեին, ամենամեծ անձին, որ Աստծո խոսքը գսե, գիներուն ծնածներուն մեջ գսե Հովանեսեն ավելի մեծ մեկը չկա։ Այդ անձին, այդ մարդուն, այդ ջամփափացողին, այդ տեսփանին հայր եւ մայր եղան, որոնք մարդկային մտածելակերպով, մարդկային լոջիկով բեք չէր որ լային, բայց ինչ որ մարդոց քով անգարելի է, Աստուծո քով գարելի է։ Հովանես Մգրդիչ ծնավ, ինչ էր Հովանես Մգրդիչին թերը, ինչ կքարոզեր, դարձի եկեք, մաքրվեցեք, ձեր ճամփաները փոխեցեք, սուրբ եղեք, մաքուր եղեք։ Այս էր Հովանեսի պատգամը։ Ինչու համար, որպեսզի ճամփա պատրաստե Մեսիային քալուն, Մեսիայի Քրիստոսի քարոզչության։ Անորամար սերունդներ, որքան կարևոր է, երբ որ մենք կպատրաստվենք Քրիսմաս տոնելու, ծնունդ տոնելու։ West-ի արևմուտքի Քրիսմասը անցավ, մենք կսպասենք հիմա հայկական ծնունդը, բայց այս օրերու մեջ որքան կարևոր է, որ խոնարհությամբ, զղջումով, թարցով, ապաշխարությամբ թիմավորենք Քրիստոսը։ Ամենաշնորհ որ Քրիսմասը ջող սեղաններու արիթմը լա, լավ հագուստ հագնելու արիթմը լա, նվերներ դալու, նվերներ արդելու արիթմը լա, շատ լավ են ասոնք եւ պետք է որոնենք, բայց ավելի հիմնականը կա, որ մաքուր երբով, մաքրված Աստծո առջև գնանք եւ ընդունենք իր ծնունդը, վայելենք իր ծնունդը։ Երկրորդ անձնավորությունը Մարիամ, հիանալի գույս աղջիկը, ընդրվածը, ամենամաքուրը, շնորհքներով լեցունը, երանելին Մարիամը Աստված ընդրեց իրեն, որպեսզի Մարիամի միջոցով Աստված մարմին առնե։ Եվ մենք որքան պետք ունենք Մարիամի օրինակեն սորվելու։ Իր խոնարհության մեջ, ով էր Մարիամ։ Քյուղացի աղջիկը, բադանի աղջիկը, նոր նշանված, ինչ կներկայացնե։ 2000 տարի առաջ Իսրայելի մեջ, քյուղերեն մեգումը մեջ, Նազարեթի մեջ 15-14 տարեկան աղջիկը ինչ կներկայացնե։ Ոչ մեկ բան։ Բայց Աստված անոր ընդրեց։ Ինչու համար գիտեք, որովհետև Աստված սրդին գնայի, Աստված մարդուն ներսը գնայի, և դեսավ աղջիկը, որ մաքուր է, դեսավ մեկը, որ իր շնորհքներով լեցուն է, և Աստված ընդրեց այդ աղջիկը։ Կգարտանք, որ հրեշտակապետը, նույն հրեշտակապետը, եկավ, այցելեց իրեն, և ասավ ողջույն քեզ, Մարիամ, ով շնորհքներով լեցուն աղջիկ, դերը քեզի հետ է, ահա պիտի հղանաս, թունգիներու մեջ օրտնյալ ես, անշուշտ Մարիամ վախցավ, մի վախնար, որովհետև Աստուծո մեջ շնորհք կդար, ահա պիտի հղանաս ու որդիմը պիտի ծնանիս և անունը Հիսուս պիտի տնես։ Անիկա մեծ պիտի ելա ու բարձրալին որդի պիտի գոչվի, դեր Աստված անոր պիտի տա իր հորը Դավիթին աթոռը ու Հակոբին տանը վրա Հավիդյան պիտի թագավորե։ Անոր թագավորությունը վերջ պիտի չունենա։ Մարիամը ասավ, ինչպես պիտի լա այս բանը, ես այլ մարդ չեմ գիտեր։ Սուրբ Հոգին ասավ իրեն, հրեշտակը ասավ, Սուրբ Հոգին պիտի կա քեզի ու բարձրալին զորությունը քու վրա Հովանի պիտի ելա։ Ուստի այն քեզ մեծ ծնանելու Սուրբը Աստուծո որդի պիտի գոչվի։ Այս աղջիկը ինչ պատասխան կրնա տալ։ Իր սրտեն, իր մաքուր սրտեն ելած
աղոտքը։ Շատ բան չեմ հասկնար գսե այս բոլոր ըսածներուտ մեջ։ Բայց Մարիամ ըսավ. ահա ես դերոջը աղախինն եմ։ Քու ըսածիդ պես թողլա ինձի։ Ամեն։ Քու ըսածիդ պես թողլա։ Շատ բան չենք հասկնար։ Մենք մեր կյանքի մեջ շատ բան չենք հասկնար։ Բայց կրնանք Աստծո ասել, ինչ որ թուն գուզես, ադիգա թողլա։ Ինչպես որ գաղութենք հայր մերի մեջ, ինչպես երկնքի մեջ քու գամքը դե, երկրի մեջ ալ, երկրի վրա ալ քու գամքը դլա, իմ կյանքիս մեջ ալ քու գամքը դլա։ Կրնանք աղոթել այս աղոթքը մեր սրտեն։ Ինչ որ գուզես, ադիգա թողլա ինձի։ Աստված այս տեսակ աղոթքը գնդունի։ Մարիամ գիտեր որ ինչ քինգրն ավճանել։ Գիտեք այն ժամանակ Մադանի աղջիկը նշանված վիճակի մեջ եթե հղի գտնվի, ինչ կնեին։ Գարնեին զինքը, քյուրին հրաբարակը մեջտեղ գտնեին, բոլոր քյուրը կհավաքվեր, ամեն մարդ կետնեն քար կվերցներ, քար գոծելով կմերցնեին։ Ասի ամոթ էր։ Ասի ամոթ էր։ Եվ Մարիամ այդ բոլոր վտանգը գիտնալով հանդերձ ինչ ասավ քուգամքը դլավ դեր։ Ոչ թե ինչպես ես կմտածեմ, ինչպես ես կուզեմ, ահա քուգամքիդ գանցնվիմ։ Ամբողջական նվիրում եւ հնազանդություն։ Աստված խոնարը կփնտրե։ Աստված խոնարը գուզե։ Մարտին Լութերը գսե Անիգա բոլոր Մարիամի համար, անիգա բոլոր հավատացյալներուն օրինակն է, որովհետև Աստծո խոսքին գարչեցավ եւ մեկցի դրավ այդ բոլոր հետևանքները։ Աստծո խոսքին գարչեցավ։ Չեմ գիտեր ամեն մեկս ինչ վիճակի կանցնենք։ Չեմ գիտեր որ ինչ դժվարություններ կանցնենք։ Ինչ հետևանքներ գտնալ մեր կյանքի մեջ, բայց ասենք ով դեր քու գամքը թողլա, ինչպես որ գուզես, այնպես թողլա։ Աստված քեդինը կպատրաստե, որպեսի մարմինը ստանա, Քրիստոս ծնի։ Ծնունդի պատմությունը, ծնունդի իրականությունը այնպես է, որ Աստված պատմություն կշինե, Աստված ժողովուրդ կպատրաստե, Աստված մարդիկ կկործածե։ Եվ այդ պատմությունը կշարունակվի գոր։ Թուն գուզես այդ մարդոց մեկը ըլլալ, որ դերը քեզի ալ կործածե, քու կյանքդ կործածե։ Թեպետ շատ բաներ չենք տեսներ, բայց Աստված կկործե։ Մեր տեսածներեն անտին։ Ուրեմն եկեք պատրաստվենք, եկեք պատրաստ լանք։ Եվ այդ ուրախություններով միասին ուրախ ժամանակ անցնելով, բայց նաև մանավանդ ներքին պատրաստությամբ մեր հոգիները, մեր սրտերը պատրաստ լինեն։ Դեր օրհն է։ I would like to preach the same sermon in about 5 minutes, the summary, so that we all can benefit from the Word of God today. Last week we started a 3-week series concerning Christmas, that how God prepared everything from the beginning, from the days of Genesis, where He promised to come and defeat Satan. He promised, and His promises are always faithful. This indicates that God was preparing a ground for this event, for the event of Christmas. He was preparing the world, and particularly the nation of Israel, from where the Messiah would be born. Today we are going to focus on persons that were prepared for this cause. And those persons are Zechariah, Elizabeth, Joseph, and Mary. These were the parents of John the Baptist
and of course, Jesus. The last prophet was Malachi, who prophesied about the coming of the Messiah. And after his prophecies, there was 400 years of silence. Nothing happened. But actually, God was preparing the ground for his coming to this world, for the incarnation. Things happened in those 400 years. For example, the Roman Empire came and captured Israel. And they were there for a couple of years, couple of tens of years. They stayed there. God's plan was to take Christianity into Roman Empire. That's why he brought them to Israel. They crucified our Lord later. But that crucifixion became the reason where the gospel was spread into Europe. God prepared things that we don't understand, we couldn't understand. It is the same thing in our lives. He prepares grounds we cannot understand, but when the time arrives, when we see things happen, then we will know why was God doing such things. God prepares the circumstances before the fulfillment of the prophecies he gave. It seems that God is silent many times, but actually he is not silent at all. He is preparing. He prepares for things greater to come. Maybe in our lives it's the same. Sometimes we feel that God is silent. God is not talking. He is away. He forgot us. But the reality is that he is preparing something good for you, something better for you. So trust him and don't leave God when you feel that he is silent and he's not answering your prayers. We have two major keys in this preparation. We have John the Baptist. John the Baptist, the same prophet Malachi, he prophesied about him. He said, "Behold, I sent my messenger, and he will prepare the way before me." This was a prophecy written 400 years before the coming of John the Baptist. God was preparing from the beginning for him to be born. But his parents, his father and mother, Zachariah, an old man, but he was a priest. At that time, it was him who was going to enter the place to pray to God. And at that moment, the angel of the Lord appeared to him and promised that he will be a father and he will call his son John. John became the Baptist. He baptized. He preached the gospel. He prepared the way of the Messiah. What did he preach? He preached repentance. He preached conversion. He preached purity. That's why it is very important when we celebrate Christmas, when we prepare everything to celebrate Christmas, it is very important to prepare first our souls. It's very important to be clean, to be humble before the Lord, and then celebrate his coming, celebrate the Christmas. The second character was our wonderful teenage lady, Mary, mother of Jesus. She was a blessed teenage girl. She was full of grace, and the Lord chose her to become the mother of the incarnated God. She was pure in heart, though she knew the circumstances that she could be killed, she could be stoned, because she was going to have a baby, but she was not married. The price was very high. But she said, "Let your will be done." Can we say that?
in our lives. When we are in such circumstances, that we are in stress, that we are in such pressures, can we say to the Lord, your will, let your will be done. God never looks for impressive people, but God looks for humble people, to those who surrender and are obedient. Martin Luther said about Mary, she is the model for all believers because she clung to God's word above her circumstances. I don't know what situation we are in, but in any situation, let us say, Lord, let it be according to your word, according to your will. So God prepares, and it doesn't matter how long does he prepare. If it's long, if it's short, but he prepares. If he is going to do something, he prepares. The Christmas story teaches us that God prepares history. He prepares communities, but more, he prepares people. And today, we are that people also. Do you want to be used by God, becoming that in that people, so that he can use you, he can use your life in this process? Even though we don't see how he works, but he works. We don't see, but he works. So in these days, as we celebrated Christmas, and as we are going to celebrate, again, let us prepare ourselves in humility. Let us come before him with broken heart, with conversion, with purity, so that he can use us for his glory. Amen. Ինչ եղբայր Պոլը եղանակ մգնվակ է մեր սիրո նվերները դերոջը տանք։ Քալգիրագի մեր մոմավարության վերջին մոմավիդի վարենք, որ գխորհրդանշե ծնունդի լույսի խոստումը։ Հետևաբար քալգիրագի թե նոր դարվա եւ թե ծնունդի պաշտամունք պիտի կատարվի, ինչպես նաեւ հաղորդության սեղանի մատակարարություն։ Ամենս որ այս դեղեցությունները ծեր միտքը ունենալով աղոթքով ներկա ալանք դարձյալ քալգիրագի հիմա մեր պաշտամունքով պիտի վերջացնենք դերունական աղոթքը ոտքի վրա երգելով Անուն քո
որպես եմեք թող մերոց վարդաբանած և մի դանիր զմեզի փորձություն Սիքոյե արքայություն և զորություն և փառք հավիտյանս և հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անբատմելի սերը և Հոգևոր Սրբո հաղորդակցությունը ու բահաբանությունը դարվան այս վերջին գիրագի մեջ մեր բոլորին հետ լա և միշտ ամեն